Բարև ձեզ Եվրոմեդիա 24-ի հարգելի հեռուստադիտողներ, այսօր մեր տաղավարում հյուրընկալվել է ՀԱՅԱՔՎ ազգային քաղաքացիական միավորման անդամ Մենուա Սողոմոնյանը, բարև ձեզ պարոն Սողոմոնյան։ Բարև ձեզ Աննա։ Շնորհակալ եմ չմերժելու եւ հյուրընկալվելու համար։ Շնորհակալ եմ, որ հրավիրել եք։ Եվ սկսենք այն թեմայից, որ Սամվել Կարապետյանին 2 ամսով կալանավորեցին, ինչ վտանգներ կարող էր ներկայացնել իրենից Սամվել Կարապետյանը, ով բարերար է, որ Փաշինյանը վերջինիս կալանավորման տարավ։ Գուցե ինչ-որ պրոցեսներ են սպասվում, որ Փաշինյանը այդ ամենը կանխազգալով տարավ կալանավորման Կարապետյանին։ Փաշինյանի կողմից սա պրևենտիվ քայլ էր, խոճապի մեջ է գտնվում, ակնհայտ ցույց տվեց իրադարձությունների ընթացքը ցույց տվեց, որ Փաշինյանը գտնվում է խոճապի մեջ եւ նա ուզում է կանխել հնարավոր քաղաքական կոնսոլիդացիան, քաղաքական դաշտի վերաձևումը, որտեղ Սամվել Կարապետյանը գուցե կարող է հանդիսանալ ֆիգուրանտ, կարևոր ֆիգուրանտ, եւ Նիկոլ Փաշինյանը ցանկացած մարդու մեջ, ցանկացած հայի մեջ, ով որոշակի կարողություններ ունի, ռեսուրսներ ունի եւ իր շուրջ համախմբելու կամ տվյալ օրակարգի շուրջ համախմբելու կարողություններ ունի, ինքը պոտենցիալ վտանգ է տեսնում, լինի դա անհատ անձ, թե լինի կառույց։ Տվյալ դեպքում Հայաստանյան Ծառայքելական Սուրբ Եկեղեցին, որը որպես օրակարգ է ձևավորում Արցախի արժանապատիվ եւ անվտանգ վերադարձը եւ Սամվել Կարապետյանի կարճ ելույթը ի պաշտպանություն Հայաստանյան Ծառայքելական Սուրբ Եկեղեցու, որպես նաև եկեղեցու հետևորդ, զավակ, իր դիրքորոշումը ի պաշտպանություն, բերեց հանգեցրեց այս գերագույն ապօրինությանը։ Այսինքն սերտ կապ ունի եկեղեցուն պաշտպանություն հայտնելը այս ամենի հետ։ Բնականաբար նրան կալանավորեցին, այսինքն նրան ձերբակալեցին, նրա նկատմամբ քաղաքական հաշվեհարդար սկսեցին տեսնել այն բանից հետո, երբ որ նա ի պաշտպանություն եկեղեցու իր կարծիքը արտահայտեց, ընդհանրապես կարծիքը արտահայտեց, դիրքորոշումը արտահայտեց որոշակի քննադատությամբ եւ դրա համար ներկայացնել իշխանության զավթման մեղադրանք հանցակազմի բացարձակ բացակայության պայմաններում եւ դատարանին ստիպել երեք քանի ժամ տևեց դատարանի երբ որ խորհրդակցական սենյակ էր գնացել դատարանը ակնհայտ է որ շատ մեծ ճնշում է եղել դատավորի վրա, բայց դա իհարկե դատավորին ոչ մի բանով չի արդարացնում, դատավոր Արտակ Կարապետյանին, դատավոր Արտակ Կարապետյանը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության ժողովրդավարության գերեզմանափորը։ Նրա ձեռքով Հայաստանի Հանրապետության ժողովրդավարության դագաղի վերջին մեխը խփեց Նիկոլ Փաշինյանը։ Դուք նշեցիք, որ դատավորը ոչ ճիշտ որոշում կարող է կայացնել եւ ենթարկվում է Նիկոլ Փաշինյանի հրահանգներին, այդ դեպքում ազգային անվտանգության ծառայության տնօրենը արդյոք չի ենթարկվել Փաշինյանի հրահանգին, քանի որ վերջինս 3 պաշտոնից հեռացավ, նրան հեռացրեցին եւ Փաշինյանը նշեց, որ արդեն շատ է աշխատել, գուցե հանգստի կարիք ունի։ Արդյոք դա այդպես է։ Եվ չի կարող այդքան բանը իրար հետ զուգադիպել։ Չի կարող այդքան կարևոր հանգամանքներ, իրադարձություններ իրար հետ զուգադիպել։ Եվ ես համոզված եմ, անձամբ ոչ Աբազյանին եմ ճանաչում, ոչ էլ որևէ այլ մեկի եմ ճանաչում, բայց ես համոզված եմ, որ Աբազյանին պաշտոնից հանելը նրա կողմից վարչապետի ապօրինի, հակաօրինական հրահանգ չկատարելու հետ էր կապված։ Ձերբակալությամբ։ Ես չեմ կարող ասել գուցե անձնական բաներ կան, այսպես հաշիվներ կան, բայց նաև գուցե հասկացել է Աբազյանը, որ եթե անի ինքը ապօրինի հրահանգ է կատարում։ Ապօրինի, որովհետև իրավապահ մարմինները եւ ուժային մարմինները ունեն գերատեսչական որոշակի գիծ, որոշակի ինքնավարություն, կանոնադրություն եւ իրենք պարտավոր են գործել օրենքի շրջանակներում։ Հա, տվյալ դեպքում, եթե օրինակ ասենք իսկապես իշխանության զավթման հետ կապված խնդիր է առաջանում, իրավապահ համակարգը իր զգայարանների միջոցով, իր շոշափուկների միջոցով, իր հետախուզության, կասենք, կամ չգիտեմ, իր ինֆորմացիայով, իր վերլուծությամբ, հա, իր գործիքներով, մեխանիզմներով ինքը պարզում է դա եւ չի սպասում, որ վարչապետը կամ ազգային ժողովի նախագահը կամ որևէ այլ մարդ իրեն հրահանգ իջեցնեն ու ասեն, որ գործիր, քայլեր արա։ Այս պարագայում մենք լսում ենք Սամվել Կարապետյանի կողմից քննադատություն, շատ մեղմ, քաղաքական, նորմալ քննադատություն, հետո Նիկոլ Փաշինյանի կողմից լսում ենք շատ կոպիտ ձևով անմիջապես միջամտելու, այսպես ասած, վերաբերյալ խոսքեր ենք լսում եւ դրանից հետո տեսնում ենք, որ Աբազյանը ազատվեց աշխատանքից, որից հետո տեղի ունեցավ ձերբակալությունը։
այսքան բան չի կարող իրար հետ ուղղակի զուգահեռել, զուգադիպել, այո։ Իսկ ինչ եք կարծում, արդյոք կարող էր Սամվել Կարապետյանը իշխանությունը զավթել։ Եթե նման բան պնդում է իշխանությունը։ Ոչ մի նախադրյալ չկա այդ մասի, ոչ մի ձևով մենք դա չենք տեսնում, այդպիսի հուշող, ազդակ, սիգնալ որևիցե բան չկա։ Ինչպես պետք է զավթեր Սամվել Կարապետյանը։ Ինչով պետք է զավթեր, երբ որ դիմացը պետությունն է, այն էլ պետությունը այնպիսի վիճակում է, որ այդ պետությունը բռնազավթված է Նիկոլ Փաշինյանի կողմից, ամբողջ ուժային համակարգը, այսպես կազմ պատրաստ իր համար կանգնած է։ Ինչի մասին է խոսքը, ինչ իշխանության զավթման մասին է խոսքը։ Նա ոչ մի կոչ չի արել, ոչ մի բռնի գործողությունների անգամ ակնարկել չի արել, որ որևէ կասկած հարուցեր նրա այս խոսքը։ Հետևաբար այստեղ Փաշինյանի մոտ շատ ծրված են պարզապես վախերը իշխանություն կորցնելու եւ մանավանդ աշխարհակաղակական այս գերլարված իրավիճակում նա շատ անհանգստացած է եւ իր Թուրքիա այցելության շեմին էլ նաեւ ուզում էր ուժի ցուցադրություն իրականացներ եւ իդեմս Կարապետյանի տեսնելով հնարավոր քաղաքական կոնսոլիդացիայի ինչ որ հնարավորություններ դրանով պայմանավորված է նրա այս վախերից բխող հապճեպ, հախուռն եւ խոճապահար քայլերը։ Միգուցե Փաշինյանը սպասում էր այդ հայտարարությանը եկեղեցու հետ կապված, որպեսզի կալանավորման տաներ Սամվել Կարապետյանին, քանի որ վերջինիս կողմից պարբերաբար հնչում են նման հայտարարություններ, թե հատիկ առ հատիկ հետ ենք բերելու, թալանածը հետ ենք բերելու եւ նմանատիպ այլ արտահայտություններ։ Գուցե այս հայտարարությունը ազդակեր Փաշինյանին կալանավորելու Կարապետյանին։ Դե ուրիշ ինչ ուներ նա, ընդհանրապես գիտեք, այնքան աբսուրդ է։ Ասենք, եթե Փաշինյանը 7 տարի թալանի մասին է խոսում, այս մարդը ընդհակառակը բերել է այս երկիրը շենացրել է, մի ամբողջ տարածաշրջան այս մարդու ներդրումներով են ապրում, բազմամիլիոնանոց, բազմատասնյակ միլիոնավոր դոլարների, ես չեմ տիրապետում թվերի, մարդը ներդրում է կատարել։ Եվ շատ բարի համբավ ունի, որպես գործարար, որպես բարերար, շատ բարի համբավ ունի եւ հաստատի այն հռետորաբանությունը, որ նախկինները թալանը եւ այլն, տեսնում ենք, որ այս պարագայում չի գործում, չի աշխատում։ Այս մարդը հիմնականում իր գործունեությունը դրսում է արել եւ բացի լավ բան անելուց, բացի ներդրում անելուց, մարդկանց կենսամակարդակը բարձրացնելուց ուրիշ վատ բան երբեք չի արել։ Հիմա բնականաբար Նիկոլ Փաշինյանի համար հենց դա է ամենավտանգավորը, որ բարի համբավ ունեցող, հա, մարդիկ են ի հայտ գալիս, որ հանկարծ ու հանկարծ կարող է հանրային նույն բանը ես կարող եմ համակրանք շահենալ, նույն բանը ես կարող եմ ասել օրինակ նույն Ռուբեն Վարդանյանի հետ կապված։ Այն որ մատը մատին չի խփում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը եւ մեր պատաններին ազատելու գործում, դրա պատճառը այն է, որ ոչ թե չի կարողանում պետությունը այդ ռեսուրսները չունի։ Մենք սփյուռք ունենք, անհրաժեշտ դիվանագիտական ռեսուրսներ ունենք, այլ պարզապես իդեմս Ռուբեն Վարդանյանի Փաշինյանը նորից տեսնում է վտանգ հակառակորդի իր իշխանության համար։ Այսպիսով նրա գործողությունների ամբողջ տրամաբանությունը հանգում է ամեն գնով իշխանությունը պահպանելու։ Հայաստանի վիլայետ դառնալու գնով իշխանությունը պահպանելուն, Հայաստանի ինքնիշխանությունը կորցնելու գնով այնքան որ ինքը լինի տիրակալ։ Այս է տրամաբանությունը։ Ռազմաքաղաքական գերիների մասին խոսեցինք։ Իհարկե ցավալի է, որ այսօր Բաքվում ապօրինաբար պահվում են հայ ռազմաքաղաքական գերիներ, սակայն ինչ եք կարծում, ինչու ինչ որ քայլեր չի կատարում Փաշինյանը, քանի որ այս ամենը կարծում եմ երկրի իմիջի հետ է կապված 21-րդ դարում ունենալ ռազմաքաղաքական գերիներ թշնամու մոտ։ Ինչու չի փորձում թեկուզ երկրի իմիջը փրկելու համար բերել մեր երկիր գերիներին։ Դուք ճիշտ եք, որ երկրի իմիջի հետ կապված, այդ թեմայով երկրի իմիջի հետ կապված մարդկանց թիվը չասեմ սահմանափակ է, բայց հանրապետության ամբողջ բնակչությունը չէ ցավոք սրտի, որ այդպես է մտածում, որ ռազմաքաղաքական ղեկավարությունը, որ պատանդարված է, դա մեր երկրի իմիջի ցածրությունն է նշանակում, ցավոք սրտի մեր ամբողջ բնակչությունը չի այդպես մտածում եւ բնակչության այն հատվածը, որը սիստեմատիկ եւ մեթոդիկ ձևով
փաշինյանական քարոզչության տակ է գտնվում, նրանց հրամցնում են ամենազազրելի թեզերով եւ այդ մարդկանց ռազմաքաղաքական ղեկավարության հանդեպ հարուցած է շատ լուրջ այդպես ատելություն եւ դրա համար ընդհանուր պահանջ չի դառնում դեռևս ընդհանուր պահանջ չի դառնում եւ բացի դրանից էլ մարդիկ նաեւ հույսներն են կորցրել որ Հայաստանի Հանրապետության պետական մեքենայի մեջ ինչ որ օղակներ կան, պետական կառուցվածքի մեջ ինչ որ օղակներ կան, որ կարող են անել գործողություններ, որ կբխեն Հայաստանի Հանրապետության եւ հայ ժողովրդի շահերից, բայց կարող է եւ չբխեն Փաշինյանի իշխանատենչության նկրտումներից։ Պարզապես մարդկանց մոտ հույսը կորած է եւ դրա համար մարդիկ մտածում են, որ մինչեւ իշխանություն չփոխվի Հայաստանում, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության վերադարձի ուղղությամբ շոշափելի քայլ չի ձեռնարկվի։ Երեք Սամվել Կարապետյանին պատկանող տաշիր-պիցայի մի քանի մասնաճյուղեր փակվեցին, հեծը տուգանվեց 10 միլիոն դրամի չափով, այս ամենը կարող է նույնպես լինել քաղաքական հաշվեհարդար։ Ակնհայտ է, ուրիշ բանի մասին չի կարող, նորից էլի չէր կարող զուգադիպել։ Կարող է հեծի գործունեության վերաբերյալ առանձին ժամանակներում, առանձին վայրերում դժգոհություններ լինեն, կարող է ցանկացած հիմնարկի հետ կապված, ցանկացած կառույցի հետ կապված խնդիրներ կարող են առաջանալ։ Բայց որ այդ ամեն ինչը գալիս է հանկարծ այդպես միանգամից զուգորդվում է, ակնհայտ է էլի, որ այստեղ քաղաքական պատվեր է գործում։ Ցանկացած որևէ այլ հիմա որ օրինակի համար եմ ասում, հանկարծ Սամվել Ալեքսանյանը սկսեց խոսել, CT-ում էր խնդիրներ ինչ որ հանկարծի հայտ գալու։ Այդպես է։ Պետությունը բռնազավթված է։ Մենք չունենք իսկական պետություն։ Այսինքն ճնշումներ է գործադրում այդ քայլերով։ Հա, իհարկե։ Ընդհանրապես պետությունը եւ իշխանությունը իրենք թեև բավական որպես երևույթներ մոտ են, բայց իրենք նաեւ տարբեր են եւ տարանջատ պետք է լինեն։ Անկախ իշխանության դիրքորոշումներից պետությունը մի բան է, մի երևույթ է, որ պետք է իր գիծը ունենա։ Կարող են տատանումներ լինել, որոշ փոփոխություններ լինել, բայց սկզբունքային հարցերի վերաբերյալ պետությունը պետք է միշտ իր ուրույն ճանապարհով գնա։ Հայաստանում ցավոք սրտի երբեք այդպես չի եղել ու հիմա առավել եւս այդպես չէ, որովհետեւ մի մարդու կողմից ամբողջը բռնազավթված է։ Օրենսդիրը, գործադիրը, դատականը, իրավապահ համակարգը, ուժային համակարգը բոլորը բռնազավթված են, անկախ պետական մարմինները սահմանադրական եւ միակ կառույցը եկեղեցին է մնացել, էտել է ուզում բռնազավթել, էտեղ է ուզում իր իշխանությունը հաստատել եւ դրա համար այդ պատճառով ինքը ինչ ուզում է անում է եւ որևէ դիմադրություն ոչ թե լինում է դիմադրություն իշխանության, այլ դիմադրություն պետությանը։ Երբ որ ես խնդիր եմ ունենում իմ քննադատության հետ կապված, ես հանդիպում եմ պետության ինչ որ պատժիչ մեխանիզմների։ Հիմա ես եթերում մի անգամ արտաբերել եմ, որ Երևանի պետական համալսարանի ռենոմեն երբեք այսքան ցածր չի եղել, կարծիք եմ արտահայտել։ Հիմա ինձ դրա համար պատասխանատվության են ուզում ենթարկել։ Ասում են, որ ես զրպարտել եմ եւ վիրավորել եմ եւ գործընթաց են սկսել դրա համար։ Էս է, որ պետությունը եւ իշխանությունը ցավոք սրտի այս պարագայում նույնականացվել են եւ այդ պետք է ազատվել այս իշխանություններից, որից հետո մի քանի քայլեր կան շատ կարևոր սահմանադրական քայլեր կան, որ պետք է կատարվի, որպեսզի պետությունը եւ իշխանությունը երբեք չնույնականացվի։ Առաջին իրավապահ մարմինների իրական անկախության ապահովումը մի շարք մեխանիզմներով սահմանադրական։ Դիցուկ օրինակ նույն ազգային ժողովը, որ ընտրում է դատախազ, պետք է այդ ընտրության ոնց որ մասնակիցների շեմը մեծացնել։ Այսինքն ներկայում ենթադրենք 3/5-ով է ընտրում ազգային ժողովի, 3/5-ով է գլխավոր դատախազը ընտրվում։ Պետք է ել ավելի մեծացնել, որ դատախազը լինի այնքան կոնսենսուսային, այնքան հեղինակավոր հանրության համար, բոլորի համար, մարդ, որ եւ ընդդիմության, եւ իշխանության հավանությանն արժանանա։ Սա ես օրինակներից մեկը ասացի։ Մի քանի այդպիսի սահմանադրական կարևոր մեխանիզմներ կան, որոնք որ պետք է աշխատեցվեն, որպեսզի այս ամենը տեղի չունենա։ Որտեղ անունով պարլամենտական հանրապետություն ենք, բայց բռնատիրություն է, ամբողջությամբ բռնատիրություն է եւ երեկվա դատավոր Արտակ Կարապետյանի այդ վճիռը, հա, կալանավորելու վերաբերյալ, որտեղ 0 գրամ հանցակազմ գոյություն չուներ, խոսում է հենց այդ բռնատիրության մասին։
Փաշինյանը հայտարարում է, որ հեծը պետք է պետականացվի եւ սա իրենից ամենայն հավանականությամբ ենթադրում է, որ նաեւ աշխատակիցներին է կոչ անում, որպեսզի դուրս չգան ի պաշտպանություն Սամվել Կարապետյանի փողոց։ Ինչ եք կարծում, դուրս կգան աշխատակիցները փողոց, թե ոչ, քանի որ 2018 թվականի հեղափոխության ժամանակ ոչ միայն հեծի աշխատակիցները, այլև այլ գերատեսչությունների աշխատակիցներ դուրս էին եկել փողոց։ Չեմ կարող ես այդ հարցին պատասխանեմ, իրավասու չեմ։ Իսկ պետք է դուրս գան։ Ընդհանրապես ցանկացած մարդ պետք է դուրս գա։ Այո, հանրային բողոքի այդ տրիգեր առաջանալու պարագայում եւ իշխանափոխության սահմանադրական եղանակով իշխանափոխության իրավիճակ ստեղծվելու պարագայում ոչ միայն հեծը, գազը, չգիտեմ, խանութները, դպրոցները, մանկապարտեզները, ես չգիտեմ, բոլորն էլ պետք է դուրս գան, որովհետեւ այստեղ դրված է երկրի գոյության հարցը։ Իսկապես այստեղ դրված է նա հիմա վաղը գնալու է Թուրքիա Էրդողանից երաշխիքներ ստանալու իր իշխանությունը պահելու համար։ Դրա դիմաց Էրդողանը ինչ է ուզելու։ Մենք արդեն պատկերացնում ենք, առաջինը հենց եկեղեցին քանդելն է։ Եկեղեցին քանդվեց, կքանդվի նաև մեր պետությունը։ Կքանդվենք մենք ինքներս որպես համակարգ, որպես բարոյականություն։ Եվ իսկապես սա ես շատ լուրջ եմ ասում։ Մենք թափառականի վերածվելու ճանապարհին ենք այսօր գտնվում, մեզ ղեկավար ունենալով Նիկոլ Փաշինյանին։ Եվ դրա համար պետք է գիտակցել այս կարևորությունը, եթե հանկարծ ստեղծվի այդ իրավիճակը, սա կյանքի ու մահվան խնդիր է դառնալու։ Ինչ իմաստով, որ դու կամ պետք է ընտրություն անես որպես ծառա քո երկրում, քո հայրենիքում, ոչ որպես ազատ մարդ, ծառա ապրելու կամ քո երկրում չապրելու, գնալու այլ տեղ ապրելու, քո ինքնությունից կտրվելու, որը որ պարզապես դու քո ֆիզիկական գոյությունն ես դրանով պահպանում, բայց քո ինքնությունը չես պահպանում, ինչը հավասարազոր է մահվան, ինչը հավասարազոր է չլինելու։ Երեք մենք դատարանի առջև ականատես եղանք, որ հարյուրավոր մարդիկ ի աջակցություն Սամվել Կարապետյանի հավաքվել են։ Ինչ եք կարծում, արդյոք նրանց թիվը կավելանա, քանի որ նրանց թվում էին թե հոգևորականները, թե քաղաքական, թե հասարակական գործիչներ, թե հասարակ քաղաքացիներ։ Բնականաբար սա առաջին ռեակցիան էր մարդկանց, ովքեր որ թե Սամվել Կարապետյանին անձնապես մտերմություն ունեն, թե Սամվել Կարապետյանի անձը հարգելով էին եկել, բայց նաև շատ էին մարդիկ, ովքեր օրինակ ես այդքանով հանդերձ ես անձամբ ոչ մի առնչություն չունեմ, ես այնտեղ գտնվում էի իմ պետությունը պաշտպանելու համար, որովհետև Սամվել Կարապետյանին ապօրինի ձերբակալելն ու կալանավորելու process-ը ես համարում եմ շատ մեծ ու լուրջ հարված պետականության հիմքերին, արդարադատության հիմքերին, ժողովրդավարության հիմքերին։ Ես այնտեղ էի խղճի, դավանանքի, կրոնի, ազատության այդ սկզբունքը պաշտպանելու համար։ Հիմա պարզ է, որ մարդկանց թիվը շատ ավելի շատ է լինում, երբ որ ինչ-որ կոնկրետ գործողությունների, կոնկրետ իշխանափոխության օրակարգ է լինում սահմանադրական եղանակով, փողոցային ճնշման եղանակով։ Բնականաբար, երբ որ կլինի այդպիսի օրակարգը ձևակերպված հստակ ու հասկանալի մարդկանց համար, ես ավելի քան համոզված եմ, որ շատ է լինելու։ Այդ ձեր նշած հարյուրավոր իրականում ավելի շատ էին, հազարավոր մարդիկ էին, բայց կտասնապատկվի, նույնիսկ կարող է նաև հարյուրապատկվել։ Այդքան է դժգոհությունը։ Շատ մեծ է դժգոհությունը, մենք դա մանրամասն ուսումնասիրում ենք։ Նիկոլ Փաշինյանի այցը Թուրքիա ինչ վտանգների առաջ կարող է մեզ կանգնեցնել, քանի որ մինչև Թուրքիա մեկնելը նա բարբերաբար իր սոցցանցի էջում անդրադառնում է հայոց առաքելական Սուրբ եկեղեցուն, կրկին իր թիրախում է պահում թե հոգևորականներին, թե եկեղեցուն, սակայն նշում է, որ այս ամենը արվում է պետականություն ունենալու համար։ Նա մինչ հիմա ինչ ասել է, սուտ է խոսել, նա ոչ մի խոստում չի պահպանել, նա իր խոստումներին եւ կառավարության ծրագրին հակառակ ուղեգիծ է տարել մինչև այժմ եւ հիմա որևէ հիմք չկա բնականաբար նրա ասացները լուրջ ընդունելու։ Նա գնում է Թուրքիա, Թուրքիայի նախապայմանների վերաբերյալ քննարկում անելու, նա գնում է Թուրքիա, որպեսզի խաղաղություն բառը ինչ որ մի հատ հայտարարության մեջ երևա, ինչ որ մի հայտարարություն անելու,
համատեղ հայտարարություն դա կարող է լինել բանավոր կամ գրավոր, որտեղ խաղաղություն բառը կլինի, որպեսզի դա վերցնի որպես դրոշակ եւ գա ասի ժողովուրդ, ես խաղաղություն եմ բերում, եթե ես չլինեմ մնացած ով որ լինի պատերազմ է լինելու, դրա համար ինձ լսեք, ինձ ընտրեք, մնացած բոլորը ձեր վրա պատերազմ են բերելու։ Սա է նրա հիմնական խնդիրը եւ դրա դիմաց թե ինչ է Թուրքիան պահանջում մեզնից։ Մենք արդեն տեսնում ենք, Թուրքիան ասում է այն ինչ որ Ադրբեջանը ուզում է, դա էլ արեք։ Ադրբեջանն էլ այս վերջին շրջանում սկսել է ավելի շատ շրջանառել այսպես կոչված ադրբեջանցիների վերադարձի հարցը, որ պետք է ինչ որ ձևով այդ հարցի հետ կապված Հայաստանը դիրքորոշում հայտնի եւ ընդունելի համարի։ Մենք չգիտենք ինչ տեղի կունենա։ Կարող է վաղը դրա հետ կապված էլ ինչ որ հայտարարություն լինի։ Կոնկրետ Թուրքիայի անմիջական շահն է այսպես կոչված Զանգեզուրի միջանցք տրամադրելը, ինչ փաթեթավորմամբ, ինչ ձևով, գուցե Կալինինգրադի ձևով, ինչ որ մի տարբերակով եւ ակնհայտ է, որ այդ խաղաղություն բառի համար, ինչ որ խոստման համար, ինդուլգենցիայի համար Թուրքիան շատ ծանր գին է պահանջելու, իսկ Նիկոլ Փաշինյանը մեծ սիրով այդ գինը վճարելու է, միայն թե ինքը մնա իշխանության։ Ինչ գնի մասին է խոսքը։ Ես նշեցի։ Միջանցք, ադրբեջանական պահանջներ եւ այլն։ Եվ նաեւ այն գինը, որը հիմա է վճարում, եկեղեցին քանդել։ Ես ուզում եմ մի բան էլ հիշեցնել, որ դեռ 44-օրյա պատերազմը նոր էր վերջացել եւ Թուրքիայի խորհրդարանում այդ քննարկումը գնաց եւ շատ падգամավորներ այդ կարծիքը հայտնու կարծիք չէ, դա դիրքորոշում է որպես արտաքին քաղաքական սկզբունք հայտարարեցին, որ այսքանով գործը ավարտված չէ։ Այդ հաղթանակով Ադրբեջանի գործը ավարտված չէ, անհրաժեշտ է Հայաստանի եւ Սփյուռքի միջև կապերը վերացնել եւ անհրաժեշտ է Հայաստանյան առաքելական Սուրբ եկեղեցին թուլացնել։ Հիմա ինչ է արել Փաշինյանը եւ Սփյուռքի հետ կապերը այսօր կարելի ասել պարալիզված են, գոյություն չունեն, իսկ Հայաստանյան առաքելական Սուրբ եկեղեցու վրա ամեն օրյա մեթոդիկ հարձակումներ է իրականացնում։ Եվ իմ վերջին հարցը սահմանափակենք մեր զրույցը, ինչ պետք է անի եկեղեցին, որ չի արել 2018 թվականից, քանի որ բոլորին քաչ հայտնի է, որ 2018 թվականին եկեղեցու դեմ արշավ եւս եղել է, սակայն հաջողվել է եկեղեցու հաղթանակով, այսպես ասենք։ Եկեղեցին մինչ այժմ իր գործունեության մեջ ինքը հավատարիմ է իր առաքելությանը եւ շատ նորմալ անում է։ Այն որ մենք տեսնում ենք հավատացյալ մարդկանց թիվը Հայաստանյան առաքելական Սուրբ եկեղեցու հետևորդների թիվը ավելանում է, այն որ մենք տեսնում ենք ավելի տեսանելի են դառնում մեր բարեպաշտ քահանաները, ովքեր որ մարդկանց հույս են տալիս, ովքեր որ մարդկանց հավատքով են ներշնչում։ Մենք այս ամեն ինչը տեսնում ենք շատ པարզ եւ մի բան էլ պետք է էլի հաշվի առնել։ Հաճախ եմ ես լսում խոսակցություններ, եկեղեցին էսպես, այնպես, ինչ որ առանձին քահանաներ, ում հորեղբոր տղու, կնոջ, որդին, ինչ որ մեկին տեսել է, ինչ որ մի բան անելիս, եկեք ի վերջո 21-րդ դարում ապրող մարդիկ ենք։ Մի քիչ ամեն ինչին մոտենանք, անգլերեն ասած այդ fact checking-ով, էլի փաստերի ստուգմամբ նախ մոտենանք, ամեն մի բամբասանք հիմք չընդունենք, եւ եթե անգամ եկեղեցու գործունեության մեջ ինչ հապաղումներ ենք տեսնում, թերացումներ ենք տեսնում, եկեք մի շատ կարևոր բան հաշվի առնենք։ Մեր եկեղեցուն 20-րդ դարում շատ ուժեղ հարված հասցվեց, շատ ուժեղ մահացու հարված հասցվեց։ Արևմտյան Հայաստանում ամբողջ հոգեվորականությունը կոտորվեց։ Եկեղեցիները քանդվեցին, ձեռագրերը այրվեցին, Արևելյան Հայաստանում էլ բոլշևիկյան տերորի ժամանակ եկեղեցիները փակվեցին, հոգեվորականների մեծ մասը գնդակահարվեցին եւ այդ ավերակների վրա անկախանալուց հետո այն ինչ որ մենք այսօր ունենք, դա պետք է գնահատել եւ պետք է օգնել եկեղեցուն, անգամ եթե ինչ որ մի հարցով մենք ինչ որ խնդիր ենք տեսնում, պետք է օգնել եկեղեցուն եւ պետությունը այստեղ նորմալ ղեկավարություն ունենալու պարագայում պետք է օգնի եկեղեցուն, պետություն-եկեղեցի հարաբերությունները պետք է ոչ թե այսպես առաջնորդվենք կլիշեներով, ասենք, պետք է անջատ լինեն ընդհանրապես իրար հետ կապ չունենան։ Այո, մեկը մյուսին պետք է չմիջամտի ընդհանուր առմամբ, բայց պետք է օգնությունը փոխադարձ օգնությունը եւ փոխադարձ ծառայությունը լինի։ Շնորհակալ եմ։ Ձեզ շնորհակալություն։
Հարգելի հեռուստադիտողներ, այսքանն էինք պատրաստել, իսկ Եվրոմեդիային հետևեք նաև Facebook-յան, Telegram-յան, Instagram-յան և YouTube-յան հարթակներում կհանդիպենք։